Տիկին Հավանեսյան, դուք որպես քաղաքական թիմի անդամ ու նաև որպես կին եւ մայր նորմալ է գնահատում կամ համաչափ է գնահատում իրավապահ մարմինների գործողությունները 18-ամյա Դավիթ Մինասյանի հետ կապված, երբ որ նա ունենալով նաև ակնհայտ առողջական խնդիրներ կալանավորվեց մի բանի համար, որը այդպես էլ չհասկացանք վերջը իր գործողություններից ով էր տուժել, ինչի համար էր, առավելևս որ կադրում երևում է, որ իրեն են հարվածում Փաշինյանի անվտանգության աշխատակիցը կոնկրետ։ Ես որպես առողջապահության նախարար ձեզ վստահեցնում եմ, որ մեր ազատությունից զրկված բոլոր անձինք պատշաճ իրենց առողջական տվյալներին եւ ցուցումներին համարժեք ստանում են բուժ օգնություն, հսկողության տակ են եւ ամենայն ուշադրության տակ են։ Իսկ որպես քաղաքական թիմի անդամ, որպես մայր, որպես այդ օրը այդտեղ ներկա անձ, կարծում եմ վերանայելու եւ Հայաստանում քաղաքական process-ների եւ մեր դառը պատմությունը հաշվի առնելով Հայաստանը նորից եմ կրկնում մի քանի անգամ ասել եմ հոկտեմբերի 27 տեսած կներեք, խնդրեմ լավ ավարտեք հետո։ Եվ կարծում եմ, որ որևէ անձ բռնության չպիտի լինի որևէ իրավիճակում, առավել ևս ծաղկազարդի օրը եկեղեցու, գիտեք, շատ ցավալի է եւ տխուր է, երբ որ ծաղկազարդի տոնին, երբ որ եկեղեցու ներսում հնչում է խաղաղության, սիրո պատվիրանները եւ հորդորները եւ որոշ անձինք անհավատ են մնում։ Այսքանը կարող եմ մի բան ավելացնել, ներողություն։ Դուք հոկտեմբերի 28-ից զուգահեռ եք տանում, ինձ թվում է մի քիչ շատ ճոխ չէ, երիտասարդը, որ այդտեղ ամեն կիրակի այդ պատարագին էր մասնակցում, պատահաբար տեսնում է ձեզ ու ոնց հասկացանք ինքը քաղաքական ակցիա չէր արել, որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի ու անվտանգության աշխատակիցը հրել է, ընդհանրապես բռնկուն ռեակցիա է տվել անվտանգության աշխատակցին, Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված քայլ չի եղել եւ իրեն չի հարվածել, հակառակ անվտանգության աշխատակիցն է տղային հարվածում ծնոտին կադրում երևում եք։ Դուք իսկապես համարժեք եք համարում ու համաչափես ամեն ինչը։ Ի ուրախություն բոլորիս ապրում են։ Համարյա տերորիստ ներկայացրիք այդ տղային։ Դուք գնահատականներ մի տվեք իմ ասացի, ես կոնտեքստը ասացի եւ շարունակեմ։ Գիտեք, մենք ապրում ենք իրավական, ժողովրդավարական երկրում եւ ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները եւ մեր ընդհանուր երկրի ինստիտուտները այնքան լավ են աշխատում, որ այս պահին հավելյալ բան չունեմ ասելու, իրավիճակի մասով գնահատականների հետ ձեզ հետ համաձայն չեմ եւ անձը ունի նաեւ պաշտպանության ամբողջ մեխանիզմները։ Մեղադրանք, ցանկացած երևույթ պետք է դիտարկել մի փոքր այլ լայն կողմից։ Իրավապահների արած արդարացնում եք տիկին նախարար։ Իրավապահների անելիք այդ տղան չի կարողանալու ավարտել դպրոցը, առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչպես հասկացանք, տեսակ ուշաթափել էր, ձև չէին թափում։ Իրավաչափ չգործելու հետևանքները միշտ ցավոտ։ Բայց ինչ է արել։ Ով է ուժողը Փաշինյանին կպել է, հարվածել է։ Չէ։ Գնահատեն իրավապահները։ Դե թող չկալանավորեն, հետո գնահատեն նոր կալանավորեն կամ ոչ։ Ես կարծում եմ, որ իրավապահները գործել են շատ ստույգ օրենքի եւ նաեւ մարդասիրության շրջանակներում, դուք այլ երկրների փորձերն են նայում։ Այլ երկրների փորձ, Իսպանիայի թագաժառանգն ու թագուհին գնում են տուժած աղետի գոտի եւ այնտեղ ցեխով, չգիտեմ, քարերով հարվածում են թագուհուն, կարծեմ թագուհիներ եւ թագաժառանգին եւ անվտանգության աշխատակիցները այդ մարդկանց ոչ մի բան չեն անում, որտեղ հասնում են էմոցիոնալ վիճակ է։ Ես ձեզ խորհուրդ եմ տանում դիտարկել այլ երկրների նաեւ փորձը, որ Ադրբեջանի, Թուրքիայի բռնապետական երկրների եւ հենց ձեր վերած օրինակով ուզում եմ ասել, որ Հայաստանում իրավապահ մարմինները եւ պետական ինստիտուտները գործում են օրենքի եւ իրավունքի տարին համապատասխան մարդասիրական մոտեցումներով եւ պատշաճ մեր բոլոր քաղաքացիները անկախ տարիքից, անկախ առողջական վիճակից գտնվում են պետության թե խիստ եւ թե հոգատար վերաբերում։ Մի բան էլ, մեղադրանքի հիմքում ընկած այն հոդվածը, որ տվյալ երիտասարդը իբրև թե խոչընդոտել է ձեր քաղաքական գործունեությանը։ Ինչ կասեք դուք եկեղեցում ինչ քաղաքական գործունեությամբ եք զբաղված։ Ես ծանոթ չեմ մանրամասներին, հարկ չեմ հարում։ ՆԳՆ-ն էլ հայտարարեց ակամա խոստովանելով, որ դուք մտել եք քաղաքական ակցիա անելու։ Ես նախ չգիտեմ ինչքանով եք դուք ճիշտ մեջբերում եւ երկրորդը նորից եմ կրկնում։ Ուղիղ մեջբերում էր։ Եվ ծանոթ չեմ։ Այդ տղան ինչ որ քաղաքական ուժեր հարում ըստ ձեզ, ինչ որ քաղաքական ակցիա էր անում, հատուկ էր այդտեղ։
Բա ինչ եք, բա չեք ուզում հետաքրքրվել գոնե որպես էմոցիոնալ առումով, որպես մայր եւ կին, ձեզ կարծում եմ ավելի պետք է մտահոգի, չէ՞ այդ հարցը։ Որպես մայր եւս կարծում եմ, որ մեր դաստիարակած երեխաները պետք է տեղավորվեն այլոց հարգելու, իրավաչափության եւ ընդհանուր առմամբ մարդկանց նկատմամբ հարգալից լինելու շրջանակներում եւ այսքանը նորից Կարծում եք լավ չեն դաստիարակել այդ երեխաներին, որովհետև գերազանց սովորող ուսանող աշակերտներ էին, շատ լավ ընտանիքի զավակներ էին, թոռներ էին, պարզվեց, որ տենց նրանց ծնողները, մայրը, պապը, տատը, չգիտեմ, անվանի մարդիկ են եղել, գիտնականներ են եղել, կարծում եք տենց ինչը փողոցի խուլիգան են դաստիարակել։ Ավելի ցավում եմ, որ իրավաչափ գործելուն եւ հարգալից լինելուն այս ամեն ինչը չի նպաստում։ Okay, դուք կասկածի տակ եք դնում այդ երիտասարդների դաստիարակությունը, բայց միգուցե խոսեիք օրինակ նրանց մոր հետ, ծնողների հետ, հարազատների հետ, գուցե լրիվ այլ վարքի տեր են եւ այդ բան ուղղակի էմոցիոնալ ռեակցիա է եղել այդ մարդկանց մոտից։ Երիտասարդ են, չէ՞, դուք էլ երիտասարդ զավակներ ունեք։ Իրանք էլ կարող են, բոլորս կարող են ինչ-որ իրավիճակում հայտնվել։ Ի վերջո դուք էլ նաև պետության ղեկին գտնվող մարդիկ եք, գուցե պետք է նաև մեծահոգի գտնվել որոշ իրավիճակներում։ Մենք հենց պետության ղեկին գտնվող անձանցով մենք հոգ ենք տանում, որ այս երկրում բոլորը լինեն իրավական եւ հոգատար վերաբերմունքի Հայտնվեն ճաղերի ետևում աշակերտը։ Եվ երբ որ իրականացնում են ոչ իրավաչափ բռնի գործողություններ, համարժեք պատասխան ստանան, պաշտպանելով նաև այլ քաղաքացիների շահերն ու իրավունքները։ Լավ, շնորհակալ եմ։